Ամեն օրվա ճանապարհը ծերի հետևողները Բարիլուսիմ շատ սիրելի հետևողներ ջանի, ինչպես եք, հուսով եմ, որ բոլորդ լավ եք, միշտ իմ այսօրվա, միշտ ամեն օրվա հոլովակը սկսում եմ դրսից, որովհետև դրսում ավելի հետաքրքիր է, նկարահանելը ավելի մաքուր, պարզ, հետևողներ ջան, ասում եմ տնանք, ոնց հասնելու մեր օրը, ոնց ինչ ենք անելու, ինչ ենք անելու, ոչ մի բան հալա չեմ նախատեսել, գնամ տուն, տեսնեմ ինչ կա, ինչ կա, որ կնախատեսեմ, ինչ եմ պատրաստել իր հետևողներ ջան, հուսով եմ, որ բոլորը լավ եք, իսկ ուզում եմ հիշեցնել, որ մի մոռացեք սրտազանգակոչակը, դասամորդադրվեք, լայք, սիրելիներս, գրվել ձեր մեկնաբանություններով, չէ որ պատրաստում եմ, եթե ինչ-որ նորություն կա ձեր պատրաստակի մեջ, հատկում եմ մեկնաբանություններով գրեք։ Ես կյանքում միշտ սիրել եմ, որ միշտ սովոր եմ, միշտ լավը սիրում եմ ընթերունակել, սովոր եմ, ինչքան էլ մեծանաս, պետք է սովորես, որտեղ ամեն ինչը փոփոխվում է, ամեն չի որ միշտ ոչ որ երկրին է փոփոխվում, փոփոխվում, բայց խոհանոցել է փոփոխվում, սիրելի հետևողներ ջան, դե ինչ ասեմ, հեսա համարյա հասնում ենք գագաթնահետին, սիրելի հետևողներ ջան, դեք հանդիպենք, սաճենք, և տնակ ինչ ենք պատրաստում, սիրելի հետևողներ ջան, ինչ ասեմ, հանդիպենք։ Ջուրը ինչքան քիչ է, ըսկի իրան վրեն չի ծածկել, բայց ինձ թվում է մի քիչ ավելացրեցի, որ վրան ծածկի, սիրելի հետևորդներ ջան, հետո տակ ուժեղ կցածրացնենք, որ բան անի, դանդաղ եփվի, եթե աղ հարկավոր էլի մի քիչ ջրի մեջ աղ կավելացնենք, բայց ոչ հիմա։ Սիրելի հետևորդներ, այնտեղ շատ դանդաղ է, այս ուժերի վրա դրեցի, երը գա նոր գնեմ այնտեղ։ Ոչ կպում։ Իսկ լոբիի համար սխտորը մաքրենք, սխտոր, մի կճեր և սով։ Սկսեք արդեն եղալը, ուժեղ վերան։ Սեզ խարնում եմ, որ տարածվի բոլոր տեղերը հավասարչափով երա։ Մեկը տեղափոխեք այս տանտանի վրա։ Ու վերանը կծածկենք սերի հետևիկներ։ Սենց հադրացնենք։
Իրուչ, ունի սրա դիրանա, էսա, ու մարմանք թողնեն եվի, սրանից էլ մարմանք, մարմանք եվի, հիմա սոխը մաքրենք սիրելի հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ ջան, հիմա սոխն եմ մտցնում, էսի լոբին եմ պատրաստում արդեն, սոխը թողնենք սոխարած լինի, ուժեղացնենք կարգում, էներգիետումա, Եչև որ սրանք կլինեն, ես սուրճի պատրաստություն տեսնեմ, որտեղ այսօր միշտ առաջինը սուրճն էի խմում, այսօր սուրճը ուշացա։ Սակայն եկողնի վրա, սիրելի հետևորդներ, մեր սուրճը պատրաստությունը տեսնեմ։ Միշտ անում բարգով, բարգը չգիտեմ հուներեն եմ ասում, ջանսվոր, ջուրը չափվում են բաժակներով, որ ինչքան ջուր անում, որ չափով են լցնում։ Սուրճը ավելացնենք, ճաշի հետո կեփենք։ Միշտ մոռանում եմ, որ այնտեղ սուրճի գթալում է։ Այսօր կարամել չունենք, երևի շաքարավազ ավելացրենք։ Մեկ կթալ։ Երկու որդուց մեկ կթալը հերիք է։ Խնկյալի անում շոտան են ցատարածվել խոհանոցում, ատել և նա։ Սիրելի հետևորդներ, ես ինքս ինչ չեմ գովում, ինքս պարզ մարդ եմ, բայց մի հատ սխալ եմ թույլ տվել։ Ներողություն եմ խնդրում այդ սխալի համար, օրինակ ես պիլիմենի եթելու համար, ես պետք է առաջինը, ասենք բուսայուղի մեջ, կարանքի մեջ լավ ժարի տանեի, որ կողքերը պնդեր, ու ջուրը լցնեի, դες սխալվել եմ։ Եթե դուք անելիս լինեք, առաջինը մի քիչ բուսայուղը առատ լցրեք, որ տարածվի, ու բանա, խնկյալի նհաց ժարի տարեք, թողեք մի քիչ կողքերը պնդանակ, որ ջուրը եռացնեք, սենց քիչ եռա, չբացվի, չնայած չի բացվել, նորմալ է, բայց թե ճիշտը պետք է։ Սիրելի հետևորդներ ջան, նայեք, տեսեք, օրինակ ես մի հատը բացվել է, նա պետք է չբացվի, ճիշտով պետք է չբացվի։ Դե հիմա ոչինչ, ինչ եղավ, կարևորը որ համով է, ես որ սպիտակը այս իրակ շողտանք, որ եփվի սիրելի հետևորդներ ջան, բայց ճիշտը պետք է այդպես արվել, ես մոռացա, ներողություն եմ խնդրում, շատ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր սուրճը արդեն պատրաստ է, լցնենք բաժակները, հիմա գնանք մեր սուրճը վայելենք, հետո լոբիով ուտեստը կպատրաստենք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, լոբի լցնելու ժամանակն է։
Ես մի բան չեմ ավելացնում, ավելացնելը բառը կանաչ է, երբ որ ժամանակը դա իսկ ես սխտորը մարտակը հատրացնի, ես հաճիտ կտել եմ դիելա, որ մի քիչ եջուրը հաշարով մի քիչ ջուր ու դանդաղ կթողնենք մեր մոտի երկի։ Ես սխտով եմ կտացում, մանդակ կտրում եմ, մեկ այդ երկրել եմ։ Չայնիկը ջուր կդնեմ, չնայած կա ջուր, տաքել է ջուրը, մի քիչ, իսկի ենքան չեմ լսել, որ ծածկի, որ պետքանի հետ կեցնենք, դա պետք չկա, Հլամայի պես, նյարդամի պես, Սել հետևորդներ ջան, մեր պլիմենին, ռուսերեն ասած պլիմենիների խնկյալին ոնցով պատրաստա, արդեն, որ խմորը եփված է, արդեն պատրաստ է։ Ասեմ, որ շատ համեղ ստացվեց երկրորդներ ջան։ Նայեք, տեսեք, իրարիկ չի անջատվել, տեսեք, շատ լավ է ստացվել։ Այդ էլ վերցնեմ հատիկ, որ տեսնեք, որ բայց ամենաճիշտը յուղի մեջ տապակելն է, յուղի, ուսայուղի ոնց ցանկանում է, ճիշտը դա է սերի հետևորդներ ջան, ես չեմ կարող սուտ խոսեմ, եթե սխալ եմ, ուրեմն սխալ եմ որվել, ես հենց էլ է հարմար, բայց ամենաճիշտը այնիշ տեսակն է, ես էլի եմ պատրաստել և այդ տեսակով պատրաստել եմ էլի շատ համեղ է ստացվել, այս ես նայ, եթե իրան հյութը մնաց իրան մեջ, իրան հյութն եփվեց, շատ համով է, բայց այնտեղ ջրի մեջ երասնում են ջրից է հանում, հյութը գնում է, իրան բանը խմորը փիքել միստ եմ գոտում, իսկ այստեղ ինքն էլ որ մի քիչ արդեն սառեց, հյութը լրիվ քաշում է իրան մեջ, մեզ բարի խորժակ սիրելիներս, եկեք սպասենք լովին եփվի։ Սիրելի հետևորդներ, դա եկսեք ջուրն ինչքան է լցված, այս էսի է։ Մի քիչ կերա, որ կիսայեք լինի արդեն, նոր խառը կանաչին կավելացնեմ։ Հա, դե կանաչել եմ լստում, բա ոնց կլինի առանց կանաչ, սիրելի հետևորդներ ջան, այդ խառը կանաչ եմ կտրտել, շատը սամիտ և համեմ եմ լցրել։ Արդեն համարին եփվել է, ասեցի չէ, ինքը լավ շուտեփող լոբի է։ Քիչ սև պղպեղ ավելացնեմ, ուրիշ պղպեղ պետք չի։ Ես չեմ ավելացնում, թե չգիտեք, դուք ինչ եք անում։ Աչքաչափով մի քիչ փոշի խեղդեց ինձ։
Մի քիչ էլ եփվի, ջուրը քաշվի, արդեն ժամանակն է, որ ձվածեղը լցնեմ վրա։ Հակեմ։ Սիրելի հետևորդներ ջան, 3 հատ ծու եմ ջարդելու։ Թավա փոխեցի, որտեղ ավելի քիչ էր ինքը, դրա համար փոխեցի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր ընկալի մատուցելու ժամանակն է։ Օրինակ ես սիրում եմ սև պղպեղ ցանել։ Ուզում ես վերեց, ուզում, հեսա դերեք։ Սև պղպեղ ցանել, սա որից կիմիանամ։ Սիրելի հետևորդներ ջան, մեկ էլ սիրում եմ բանով, սմետանով, թթվասերով։ Էվիկ, ինչ ես ասում։ Հա, բասկը վտասը բերեմ, ասել չեմ ուզում։ Հա, կբերեմ, հեսա կբերեմ, սպասի։ Հեսա կբերեմ, քեզ էլ կտամ։ Սիրելի հետևորդներ ջան, սենց։ Ես սենց եմ սիրում, չգիտեմ դուք ոնց եք սիրում։ Ահա սիրելի հետևորդներ ջան, իպուր ջորել կարակ եմ դնում։ Սա էլ հալվի։ Սիրելի հետևորդներ ջան, չեք պատկերացնի ինչքան համեղ է ստացվել։ Ծուներ կլցնենք։ Մի քիչ տարածենք։ Տակը մի քիչ շատ եմ ցածրացրել, հեսա մի քիչ կուժեղացնեմ։ Ահա սիրելի հետևորդներ ջան, պատրաստ է։ Շատ համեղ է, ասեմ քեզ, մեր կանաչ լոբի տապակած։ Վայ չուտողի։ Դե սիրելի հետևորդներ ջան, մեր այսօրվա եւ նախաճաշը եւ ուտեստը պատրաստ է։ Ասեմ, որ լոբին է շատ համեղ ստացվեց, համուկ չես կշտանեմ, որ ասма վայ չուտողի։ Դե մարդ կա լոբին խաշում է, նորա տապակում, ամեն մեկը մի ձևով տապակում են, իսկ ես ճիշտը համարում եմ, որ մի քիչ շատ քիչ ջրով եփվի ու տապակենք, որ իրան համը հոտը մնա մեջը։ Դե սիրելի հետևորդներ ջան, դες մնում է ասեղ մեր զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել,
Ինչու չգրվեք ձեր մեկնաբանություններում, սիրելիներս, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակի, ստեսություն ձեզ։